Շատ հետաքրքիր մի բանի մասին եմ ձեզ ասելու։ Ուրեմն այս տոլման վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ արգելված է, որ արգելված է ուտել կարմիր միս, այսինքն ովքեր ունեն լյարդի հետ կապված խնդիրներ, արյան հետ կապված խնդիրներ եւ չեն կարող ուտել կարմիր մսով տոլմա, այսինքն տավարի մսով, նրանք ուտելու են հնդկահավի կամ հավի մսով տոլմա։ Հիմա ես ձեզ բացում եմ գաղտնիքներից եւս մեկը։ Սիրելիներս, լավ լվանում ենք միսը, աղում ենք։ Եթե հնդկահավ եք անում, 2 անգամ կաղաք։ Աղում ենք սպիտակ սող, անպայման սպիտակ սող, քանի որ կարմիր սոխը չի լինում։ Աղալու ենք դեղին բիբար։ Դեղնանարնջագույն բիբարները ավելացնում ենք մեր զանգվածին։ Հիմա անցնում ենք համեմին։ Ուրեմն սպիտակ միսը եւ հնդկահավը, որպես նաեւ սպիտակ միս է համարվում, դրանք շատ համադրելի է համեմի հետ։ Համեմի կեսը ես կաղամ, մյուս կեսը կկտրատեմ, վրանք ավելացնեմ։ Աղացածը լցնում ենք, հետո վրանք ավելացնենք մանր կտրատած։ Այս տոլմայի մեջ, սիրելիներս, բրինձ չենք օգտագործում։ Այստեղ օգտագործելու է մանր, շատ մանր կուսկուս։ Կուսկուսը ունի իմունիտետը բարձրացնելու, մարմինը ամրացնելու, ողնաշարի եւ ոսկորների կառուցվածքի վրա է շատ լավ ազդում եւ ավելացնում ենք։ Կարող եք նախապես մի քիչ թրջել եւ կարող եք ուղղակի լցնել մասայի վրա։ Իրան մի փոքրիկ պետք է ուղղակի կպցնելու համար բրինձի փոխարեն։ Այս ամենին մենք ավելացնելու ենք իմ սիրելի համեմունքները։ Բանջարեղենային համեմունքը չափաբաժիններով արդեն գրված կլինի, կարմիր բիբար, սև բիբար։ Իսկ փաթաթելու գաղտնիքը հիմա կշարունակենք։ Բուրում է անկրկնելի, շատ համեղ է, կփորձեք անպայման, շատ համեղ է։ Ուրեմն այս բիբարները, որպեսզի ավելի փափուկ ստացվեն, եռման ջուրը, որտեղ որ կաղամն եք անում, 1-2 րոպե անպայման նետեք եռման ջրի մեջ։ Հետո երբ որ հանում եք, ինքը ավելի հեշտ է լինում ու ավելի հեշտ է լցոնվում։ Հիմա ես կփաթաթեմ իմ տոլման։ Այս տոլման կարելի է բոլոր այն մարդկանց, ովքեր անցել են վիրահատություն, կամ ունեն գաստրիտ, կամ ունեն ստամոքսի հետ կապված խնդիրներ, իրանք կարող են օգտագործել, որովհետև ինքը ամենադիետիկն է, ամենա։ Լոլիկները կտրատում ենք, շարելուց հետո ամբողջ նարնջագույն լոլիկները լցնում ենք վրան եւ վրան լցնելու եմ համեմը առանց կտրատելու, այսինքն փռելու եմ վրան։ Ինչու է իմ կացան առանց կանթերի, որովհետև եփվելու է վառարանում եւ համի տարբերությունը հենց այդտեղ է լինելու, սիրելիներս։ Որպեսզի ունենայինք ամառային համի համադրություն, դուք կարող եք նարնջագույն դդմիկները լցոնել եւ դնել, եւ ինքը շատ նման է լինում մեր ամառային տոլմային, քանի որ մեր ազգը տոլմայասեր է, չէ՞։ Ջանալես։